Գեղամ Մանուկյան Անընդհատ եմ հիշեցնելու, ասում է Գեղամ Մանուկյանը։ Խորհրդարանը շարունակում է մնալ ոչ լեգիտիմ։ Հիմնավորում է Մանուկյանը, լեգիտիմ չի կարող լինել այն խորհրդարանը, որի падգամավորին Արթուր Սարգսյանին, ինչ է թե ընդդիմադիր է, չեն ազատում կալանքի կապանքներից։ Բանտայինից հետո տնային կալանքում է։ Իրավապահներն ասում են, падգամավորը ԱԺ-նիստերին կարող է մասնակցել միայն ոստիկանների ուղեկցությամբ։ Արթուր Սարգսյանը հրաժարվում է այդ պայմանով ներկայանալ։ Արդյունքում ոտնահարվում է ոչ միայն падգամավորի, այլև նրա ընտրողների ներկայացված լինելու իրավունքը։ Շարունակում են նրա բացակայությունից օգտվել, կեղծիք տարածել, սուտ տարածել, նրան վերագրվող իբր արարքների հետ կապված։ Իշխանություն զավթելու ահաբեկչության փորձի համար են մեղադրում իշխանականները Արթուր Սարգսյանին, ընդհանրապես 18 արդարների գործով անցնողներին։ Երբ որ գալիս եք այստեղ ու terrorism պլանավորած մարդկանց մասին ասում եք արդարներ, կներեք դրանից էլ իմ բանն է վիրավորվում, առհասարակ բանականությունն է վիրավորվում։ Շատ ավելի ճիշտ կլինի, որ Վահագն Ալեքսանյանի բանականությունը վիրավորվի абսուրդն արձանագրելիս, ասում են ընդդիմադիրները։ Հիշեցնում, դատարանում փլվել է իշխանության պնդումը, թե սրբազան պայքարի ներկայացուցիչները ահաբեկչություն էին պլանավորում, իսկ ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են առել այդ գործի հանգամանքները։ Շատ լավ։ Ու էլի մի պահ մոռանում է Վահագն Ալեքսանյանը ՔՊԱ-ականների նոր խոստման մասին՝ լինել բարևարք։ ԱԺ փոխնախագահը դարձյալ անցնում է բարևարքության սահմանը, Բագրատ Սրբազանին համեմատելով Բեն Լադենի հետ։ Որ Ուսամա Բեն Լադենը Հայաստանում դատապարտված լիներ, արդար անվանելու էիք, հայ առաքելական եկեղեցու սպասավորը իրան պահում է մոջահեդի պես, քիչ ամնում մի հատ էլ ջիհադիստի ժիլետ հագնի։ Պարոն Մանուկյան, հանդարտվեք, մի տեղից մի խոսեք։ Չի հանդարտվում Վահագն Ալեքսանյանը անգամ այն դեպքում, երբ նրան հիշեցնում են, մեղադրանքն ապացուցվում է դատարանում, 18 արդարների գործով դատական որոշում դեռ չկա, եւ ուրեմն Ալեքսանյանը սրբազան շարժման մասնակիցների անմեղության կանխավարկածն է ոտնահարում։ Քիչ էր մնում, որ ջիհադով զբաղվեր։ Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջում արձագանքել են ԱԺ ՔՊԱ-ական փոխնախագահի հայտարարություններին։ Արա Գևորգյանի Արցախ գործի հնչյունների ներքո Բագրատ Սրբազանը մեքենա է վարում։ Նրա փաստաբանը Հովանես Խուդոյանը գրում է. գնում դատարաններում կուրկուրի գոջի եք դառնում, թե բա չեմ ուզում վիրավորել, իրեն չեմ նկատի ունեցել, տուն ենք գնում, շատ չհաբեկվեք։ Գցել ու նրանց Միևնույն է, չի հանգստանում ԱԺ փոխնախագահը։ Դուք պատրաստվում եք նաև արդար անվանել, օրինակ Ուսամա Բեն Լադենին, օրինակ անմեղ նահատակ։ Ուրեմն, պարոն Ալեքսանյան, հենց հիմա, այս վերջին 3 րոպեներին դուք խախտում եք Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքը, անմեղության կանխավարկածը։ Բագրատ Սրբազանի շինծուգործը Բեն Լադենի պատմության հետ համեմատելը իհարկե абսուրդ է, ավելացնում է Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանը։ Նկատում, Բեն Լադենի ահաբեկչությունից զոհվել է գրեթե 3000 մարդ, իսկ ՔՊ-ի վարած քաղաքականության պատճառով մոտ 2000-ով ավելի։ Ուսամա Բեն Լադենին սպանել են ու շպրտել են մի տեղ օվկիանոսում առանց գերեզման թողնելով։ Քաղաքացիական պայմանագիրը մինչև հիմա իշխանության է։ Քաղաքացիական պայմանագրի իշխանությամբ Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված են միայն ՔՊ-ի համակիրների համար, այլ քաղաքական հայացքներ ունեցողներն ու բիզնեսի ներկայացուցիչները վերածվում են քաղաքական հալածյալների, ավելացնում է Հայաստան խմբակցության ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանը կարող է ամբիոնին կանգնել ասել. ես ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ ձեր առաջ, բայց վստահաբար դա բացառապես այն մարդկանց է վերաբերում, ովքեր իր համակիրներն են։ Որտեվ երբ որ պտտվում ու տեսնում է, որ իր համակիրը չի, ասում է դու ինչու չես զոհվել։ Սեր ու խոնարհում տալ համակիրներին, սադրել ու ասֆալտին փռել ընդդիմադիրներին։ Ասֆալտ փռել, հետո ասֆալտին փռել մարդկանց, ովքեր քո համակիրը չեն։ Փաշինյանական Հայաստանը մեկ նախադասությամբ այսպես է բնութագրում Հայաստան խմբակցության ղեկավարը։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։